Հարևան Վրաստանում գրեթե 1 տարի է պարբերաբար, այսպես է։ Իսկ հիմնականում այսպես։ Եվ հենց այս պատճառով նաև Բրյուսելից զգուշացնում են, Վրաստանն այս տեմպերով Եվրամիություն չի հասնի։ 2024-ին իշխող վրացական երազանքը Եվրոպայի համար կասկածելի հաղթանակ տարավ ընտրություններում ու որոշեց սառեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։ Թբիլիսին նաև օտարերկրյա գործակալների մասին խնդրահարույց օրենքն ընդունեց, ըստ եվրոպացիների Մոսկվայի հետ մերձենալու փորձեր արեց ու դրա անունը պրագմատիկ քաղաքականություն դրեց։ Վրաստանում այս ամենի հետ ոչ բոլորն են համաձայն ու ամիս չկա, որ այս երկու դրոշներով ցուցարարներ փողոց դուրս չգան։ Եվրամիությունն իր հերթին վրացիներին ասում է, եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին հակասող օրենքներ եք ընդունել, ցույցեր ճնշել ու Մոսկվայի ազդեցության դաշտ վերադարձել, այդպես ԵՄ չեն գնում, անդամակցության գործընթացը կասեցված է։ EU leaders have stopped Georgia's accession process. Բայց մինչ այսօր միությունը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ չի կիրառել, երկուսը վետո են դնում։ Եվ չնայած դրան միությունը Վրաստանի դեմ պատժամիջոցների բազմաթիվ եղանակներ ունի, ահա մենք գրել ենք այդ մասին։ Միությունը դիտարկել է 2017-ից գործող ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հնարավորությունը։ Սպասվում է, որ այս դեկտեմբերին Բրյուսելը նոր կանոններ կընդունի, որոնք այսպես ասած կհեշտացնեն արդեն առանց վիզայի ռեժիմի ապրող երկրներին այդ արտոնությունից զրկելու հնարավորությունը ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտի հետընթացի համար։ Սա կրկին հատկապես ուղղված է Վրաստանին, բայց կազդի նաև այսօր-վաղը այդ ռեժիմից օգտվող մյուս երկրների վրա, եվրոպացի պաշտոնյաներն են խոստովանում։